Եթե կա մի արարք եւ համանման տեսակի, արարքներ, պարզ է, որ դրա համար պետք է միասնական տրամաբանություն կիրառվի, այսինքն կամ բոլորի նկատմամբ պետք է գործիքները կիրառվեն, կամ գործիքները չպետք է կիրառվեն, եւ պարզ ասեմ ձեզ, ես երևույթի դեմ պայքարելու համար ոչ թե պետք է երևույթը տեսնել մենակ այն պարագայում, երբ որ դա քո կամ քո հարազատների նկատմամբ է տեղի ունենում, այլ դա մշտապես է պետք տեսնել, նույնիսկ եթե խոսքի տեսակը պատասխանատվության հանգեցնող չէ, պատժելի չի, այսինքն այդքան հանրային վտանգավորություն չունի, որպես մարդու իրավունքների պաշտպան, ես մշտապես եմ դատապարտում ցանկացած խոսքի տեսակ, որը կարող զգայուն չլինել, բայց այստեղ մի կարևոր բանի մասին էլ էլի խոսենք։ Ինչ խոսքի տեսակ ընդհանրապես կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։ Քրեական պատասխանատվության պետք է հանգեցնեն խոսքի բացառապես հանրորեն ամենավտանգավոր տեսակները։ Եվ այստեղ գիտեք ինչ ընդհանուր խնդիր է առկա։ Հիմա նայում եմ օրինակ տարբեր դերակատարներ, մի դեպքում ասում են ինչու է այս խոսքը հանգեցրել քրեական պատասխանատվության, մեկ էլ տեսնում ես մյուս դեպքում, երբ խոսքը էլի չունի, ակնհայտորեն այդ հանրային վտանգավորությունը հաղորդում են ներկայացնում քրեական պատասխանատվության գործիքներ կիրառելու մասին։ Այստեղ հիմնական ստանդարտը հետևյալը պետք է լինի։ Խոսքի արգելված տեսակները շատ վատ են միշտ եւ միշտ էլ պետք է հորդորել բոլորին հնարավորինս զուսպ լինել եւ զգայուն լինել խոսքի տարբեր տեսակներ օգտագործելիս, բայց քրեական պատասխանատվության կարող են հանգեցնել միայն ամենավտանգավոր տեսակները